Բարեցես, բարոն Հրաչի Արզումանյան։ Բարև ձեզ։ Հրաչի Արզումանյան, դուք ռազմական եւ ազգային հարցերու, անվտանգության հարցերու փորձագետ եք եւ մենք ցեզ ասկի առաջ հրավիրած ենք Հայաստան ցայնասպյուրի ալիքներուն վրա արտահայտվելու։ Այսօր բավական զարգագշիր մեկ նյութ կա, որի մասին գուզեինք ցեր գարձիկը առնել։ Հայաստանի վարչապետը անցյալ շաբաթ հայտարարեց, որ խաղաղության պայմանագրի վերջին երկու գետերը համաձայնեցված էին եւ թե իր համաձայնությունը տված է այս վերջին երկու գետերուն, հիշեցնեմ այս վերջին գետերը ինչի մասին են, մեկը սահմաններու վրա օտար ուժերու բացակայությունը որպես պայման նախապայման խաղաղության եւ երկրորդը Հայաստանի կողմէ բոլոր իրավական հայցերու, եթե չեմ սխալիր, իրավական հայցերու հետ քաշումն է այս հայտարարության հաջորդեցին երկու կարևոր հագաստեցություններ մեկ հագաստեցությունը Արևմտյան երկիրներեն եկավ, մեկ չէ, բազմաթիվ հագաստեցություններ արևմտյան երկիրներեն եկան, որոնք գկաչալերեին, գշնորհավորեին եւ նույնիսկ Նիկոլ Փաշինյանի մասին խոսքեր կային, որ այսքան այսպես համարցակ մեկ քայլ էր իր կողմէ եւ գշնորհավորեին Նիկոլ Փաշինյանը Հայաստանի կատարած զիջումներու մասին։ Երկրորդ հագաստեցությունը եկավ անշուշտ Ադրբեջանեն, որ գվերապերի մասնավորապես նախագահի Ալիևի մեկ խորհրդականի հայտարարություններուն, որ գսեր, որ հարցը այսպեսով չի վերջանա, ուրիշ պայմաններ կան, ադրբեջանցիներ, 100 հազարավոր ադրբեջանցիներ պետք է Հայաստան երթան բնակին, եւ այլն, այդ պայմաններու մասին կխոսենք քիչ վերջը։ Ես կուզեի նախ ցեզի հարց տալ, բարոն Արզումանյան, թե այս համաձայնությունը, համաձայնակիրը դակավին չենք կրնարսել, որտեղ ստորագրված չէ, բայց այս համաձայնությունը եւ այս անորոշ փոխանցությամբ այս համաձայնակիրը ինչ անվտանգային հարցեր կհարուցեն Հայաստանի համար։ Առաջինը ամեն ինչ անորոշ է եւ անհասկանալի է։ Կարելի է վերլուծել կամ գնահատական տալ, կարծիք ունենալ, եթե դու ցայնոց ես այդ փաստաթղթի հետ, բայց հայկական հասարակության մեջ հաստատ եւ Ադրբեջանում համոզված եմ միայն երկու անձնավորություն են իմանում ինչ է ստորագրում եւ ինչի մասին է ստորագրում։ Շատ կներիք, պարոն Արզումանյան, ծերծայնը շատ տգար է, պետք է պամ մնել, որ ավելի լսե հասկանալի դառնա եւ ավելի հզոր ծայնը, ինչպես պետք է ենենք, ես կրնամ սկիզբենը սկսիլ արձանագրությունը։ Մի վարքան ես փորձեմ բարձրացնեմ, այսպես լավ է լսում։ Այո, քիչ մ ավելի բարձր, այսպես լավ է, բայց պետք է բարձր խոսի կայնադին։ Հա, պիտի բարձր խոսեմ, արհեստական կլինի, դե ոչինչ։ Այո, եթե կարելի է։ Ուրեմն հարցումից պատասխանը գրնակ սկսիլ, վերը սկսիլ հաջիկ։ Անհնարավոր է պատասխան տալ ձեր հարցին, որտեղ ոչ մեկը բացի երկու անձնավորություններից Նիկոլ Փաշինյանից եւ Իլհամ Ալիևից չգիտեն ինչի մասին է խոսքը գնում։ Ինչ է մտնում առաջին հայտարարել են պայմանագրի մասին, հետո փոխել են կարծիքը, խոսում են արդեն համաձայնագրի մասին, ոչ թե պայմանագրի մասին։ Օղակի կողմերը ես որպես փորձագետ, որպես քաղաքացի, որպես հայ չգիտեմ ինչի տակ է ստորագրում Նիկոլ Փաշինյանը։ Դրա համար վերլուծել կամ գնահատական տալ անընդունելի է եւ անհնար է։ Դու որպես անձնավորություն հնարավորություն դա չունես, այդ առաջինը։ Երկրորդը, այն կետերը, որը հայտարարել է Նիկոլ Փաշինյանը, իհարկե պրովոկատիվ են։ Եվ նման մոտեցումներով ստորագրել փաստաթուղթ ինքը իրավունք չունի, իմ կարծիքով։ Երկրորդը, այդ փաստաթուղթի ձևը, ֆորմատը անհասկանալի է, որտեղ ինձ համար ասենք խիստ կարևոր է հումանիտար հարցեր, ասեք մեր ռազմագերիների ապագան, իրանց նկատմամբ ինչ է ձևավորված, դրա մասին որևէ խոսք չկա։
Եվ այստեղ ես գալիս եմ եզրակացության, որ իրականում ոչ մի պայմանագիր եւ հանձնագիր ստորագրելու իմաստ չի լինելու։ Մենք տեսնում ենք այդ խաղը, շարունակական խաղը, որը մենք տեսել ենք 2020 թվականից սկսած, երբ կողմերը վերցնում են իրենց վրա ինչ-որ պայմաններ, Հայաստանը կատարում է վերցրած իր պայմանները, բայց մյուս կողմը որևէ պայման չի կատարում։ Մենք տեսնում ենք ոչ թե պայմանագիր, բայց Հայաստանի կողմից փոխզիջումներ, իրական փոխզիջումներ Ադրբեջանի եւ Ադրբեջանի մեջքի կանգնած Ռուսաստանի եւ Թուրքիայի որպես ուժային կենտրոնների պահանջները, որը կատարում է Նիկոլ Փաշինյանը։ Բերելով այս կամ այն նարատիվները բացատրելու դրա մասին։ Մենք քաջարին հիշում ենք խաղաղության խաչմերուկը, հետո հիշում ենք փոխզիջումը դելիմիտացիայի, դեմարկացիայի այդ խոսույթը, նարատիվը, որի շուրջ մենք կորցրել ենք ռազմավարական նշանակություն ունեցող, ռազմավարական նշանակություն ունեցող բարձունքներ եւ ամեն ինչ վերջացել է։ Ես իմից ասում եմ, որ այստեղ ոչ մի դեմարկացիա, դելիմիտացիա տեղ չի կարող ունենա։ Այս process-ը ուղղակի ռազմական գործողությունների շարունակությունն է դիվանագիտական ասպարեզում։ Իմ կարծիքով մենք տեսնում ենք ռազմական գործողությունների շարունակություն, երբ Նիկոլ Փաշինյանը նորից ու նորից գնում է ինչ-որ զիջումների, ուղղակի զիջումների ձևը փոխում է այս կամ այն ձևով։ Այս անգամ ընտրել են այս մոտեցումը, որը ողջունել են բոլորը, իհարկե, բայց իրականում նման պայմանագիր ստորագրվել չի կարող, ես համոզված եմ, եւ Իլհամ Ալիևը միանգամից նոր պահանջներ դրեց, անընդունելի պահանջներ դրեց, եւ դա բնական է եւ տրամաբանական է։ Դրա համար իմ կարծիքով մենք պիտի ուրիշ ձևի մոտենանք այս փաստաթղթին։ Պարոն Արզումանյան, ինչ բացատրություն կարելի է տալ այն իրողության, որ պայմանագրի մասին խոսվեցավ, Հայաստան այս վերջին զիջումները ըրավ, այլևս փոխզիջում չէ այլ այս բոլորը զիջումներ են, միակողմանի զիջումներ են։ Այո, ուրեմն այս զիջումները հայտարարեց Նիկոլ Փաշինյան, բայց մյուս կողմը, այսինքն Ադրբեջանը, անմիջապես հագաստեց, ասելով, որ մենք վստահություն չունենք Հայաստանի վրա, Նիկոլ Փաշինյանի վրա, եւ մենք ուրիշ պահանջներ ունենք։ Սա ինչ կնշանակի։ Դա նշանակում է նոր պահանջներ, դա բնական է, Խիլդա։ Երբ դու կատարում ես ագրեսորի պահանջները, ցույց ես տալիս, որ դու թույլ ես, ինքը գնում է նոր պահանջների։ Դա բնական է, Իլհամ Ալիևը ամեն ինչ ճիշտ է անում։ Ինքը ստացել է ինչ ուզեցել եւ անում է նույն պայմաններ։ Սահմանադրությունը պիտի փոխվի, 300,000 թուրք պիտի հետ գա Սյունիք եւ Երևանի տակ եւ այլն։ Նման մոտեցումը շարունակվելու է մինչև Նիկոլ Փաշինյանը գնում է զիջումների։ Ես Իլհամ Ալիևի տեղ, ավտորիտար առաջնորդի տեղ նույն վարկը կլինի։ Դա բնական է ավտորիտար երկրի համար։ Իլհամ Ալիևին պետք չի պայմանագիր։ Իլհամ Ալիևը հստակ եւ պարզ հայտարարել է իր մոտեցումները եւ նպատակները այս պատերազմի պայմանները եւ նպատակները հայկական պետական ինքնաիշխանությունը պիտի ոչնչացվի։ Հայաստանը որպես հայ ժողովուրդը որպես ժողովուրդ իրավունք ունի ունենալ պետություն։ Դա մեզ ասել են, հրապարակորեն ասել են, մենք կարող ենք լինել Ադրբեջանի, Թուրքիայի, Ռուսաստանի մաս, մեզ կարող են կիսել, բայց որպես պետություն դուք չեք գոյատևելու։ Մեզ ասել են դա, որ հայկական կողմը, հայկական իշխանությունները չեն ուզեն իրանց ասածը, դա Իլհամ Ալիևի Պուտին Էրդողանի պրոբլեմը չէ, դա մեր պրոբլեմն է։ Մենք ենք փորձում տեսնել ուրիշ վարք, քան թե մեր աչքերի առաջ է։ Մենք ենք փորձում իրականից դուրս պրծնել եւ մտնել ինչ-որ հորինված երկիր, որտեղ հնարավոր է խաղաղություն, մի ագրեսոր է, որը ոչ մի զիջման չի գնում եւ չի ճանաչում իմ ռազմական հանցագործությունները, ցեղասպանությունը, որին գործել է։ Նիկոլ Փաշինյանի պաշտպանները այստեղ եւ այնտեղ միշտ կսեն, որ ընդրություն չունի Նիկոլ Փաշինյանը, ստիպված է այս զիջումները անելու, մեկ, եւ երկրորդ Նիկոլ Փաշինյան կփորձե ժամանակ շահել։ Այսինքն այն երկիրը, որ պատերազմի մեջ բարդված է, ստիպված է այս զիջումները անելու։ Ինչ կմտածեք այս պաշտպանողականի մասին։
Ես չեմ հավատա նման հայտարարությունների, որովհետև Նիկոլ Փաշինյանի քայլերը եւ հայտարարությունները եւ իրականությունը չեն համապատասխանում։ Եթե Նիկոլ Փաշինյանը կանգնած են մանս սպառնալիքի առջեւ, ինքը պետք է նայի հայ ժողովրդին, ասի որ հայ ժողովուրդ ես ուրիշ ելք չունեմ, ես ստիպված եմ գնալ այս քայլերին, բայց ոչ թե փորձել հասարակությանը համոզել, որ ինքը դելիմիտացիա, դեմարկացիայով մեծ նվաճում է արել, մենք ունենք մեծ հաջողություններ եւ այլը։ Նիկոլ Փաշինյանի մոտեցումը, երբ ինքն ասի, որ ուրիշ ելք չկա, պիտի ընդունենք, այդ ժամանակ ես հնարավորություն կունեմ մտածել կամ համաձայնվել Նիկոլ Փաշինյանի հետ կամ չհամաձայնվել, ավելի շուտ երկրորդը մենք ունենք հնարավորություն, իմ կարծիքով որպես փորձագետ, բայց Նիկոլ Փաշինյանը այդպես չի մոտենում։ Եթե Նիկոլ Փաշինյանը ինձ ասեր, որպես հասարակություն, որպես հայ ժողովուրդ, որ մենք ելք չունենք, պիտի ժամանակ շահենք, եւ այդ շահած ժամանակը ուղակի ուղղի դեպի Հայաստանի ռազմական ուժերի փոխակերպման, մեր պատրաստականության մեծացման, հասարակության բարձրացման, պատրաստականության պատերազմի, ես կհասկանայի Նիկոլ Փաշինյանին, բայց Նիկոլ Փաշինյանը շահում է ժամանակ եւ այդ ժամանակը օգտագործում է ուղակի իշխանության մնալու համար։ Ես որևէ քայլ, որը ուժեղացնում է Հայաստանը, ուժեղացնում է հայկական տնտեսությունը, ուժեղացնում է ռազմական ուժերը, մեր ազգային անվտանգության համակարգը չեմ տեսնում, ավելի շուտ թուլանում է, ավելի շուտ մենք տեսնում ենք, որ այնքան գնում այնքան դժվարանում է այդ հարցերը լուծել։ Դրա համար ցավոք սրտի Նիկոլ Փաշինյանի վարքը եւ դվան բացատրությունը իրար չեն համապատասխանում։ Ես պատրաստ եմ որպես հասարակություն ընդունել Նիկոլ Փաշինյանի այդպես հայտարարությունը, եթե ինքը ինձ այդ փորձի այդպես խոսի, բայց ինքը այդ չի անում։ Դրա համար ես ժխտում եմ, ես համաձայն չեմ այս սցենարի հետ։ Գիտեք, մեկ բան կա, որ իսկապես անհասկանալի է այս Արցախի Քոյամարդի եւ Արցախի ամբողջ պատմությունը, այս վերջին ակտի օրերու պատմությունը քիծովո եւ անցի համար, այն է, որ Ադրբեջան այսօր գուզե 300,000 այդ թիվը չգար ամենատեպս Հայաստանի մեջ 1988-ին 300,000 ազերի հաստատել Հայաստանի մեջ, բայց 400-500,000 հայերը, որոնք Ադրբեջանը ըստիբողափար փոգրոմներու եւ չարթերու հետևանքով թողեցին, այդ մասին խոսող չկա, ինչ է բացատրությունը ասող։ Հայաստանի գլոմի այս մասին բան չի լսվի։ Այդ դուք շարունակում եք այն արգումենտները, որը ես եմ բերել։ Ավելին է, մենք ոնց որ մոռացել եք ինձ համար անընդունելի մոտեցումը, որը Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, այն ժամանակ երբ ստորագրեց փաստաթուղթը, հայկական կողմը հետ կկանչի բոլոր դատական մեղադրանքները միջազգային ատյաններում։ Իմ կարծիքով Նիկոլ Փաշինյանը օղակի իրավունք չունի այդպես հայտարարի։ Նիկոլ Փաշինյանը հետ է կանգնել Արցախի հայությանից, ասել է, որ ես որևէ պարտականություններ չունեմ Արցախի հայության դեմ։ Եվ ինքը ինչ իրավունք ունի Արցախի հայության ապագան միջազգային դատական համակարգերում հետ կարծի հայցերը։ Դա անընդունելի է, որտեղ Արցախում մեծ եղերնի շարունակությունն է եղել եւ որևէ հայկական իշխանավոր իմ կարծիքով իրավունք չունի մեծ եղերնը կասկածի տակ դնել։ Ես չեմ ուզում հիմա մի քիչ ворթավորվեմ, երբ ինքը Նիկոլ Փաշինյանը մեծ եղերնի հարցն էր դնում կասկածի տակ, արդյոք մենք այդքան կորցրել ենք։ Եթե մենք վերեկլուծում, ստացվում է Նիկոլ Փաշինյանը անում է լրիվ կտրակ հակասակ այն քայլերը, որը պիտի անի հայկական ղեկավարը։ Դրա համար չեմ կարծում, որ պետք է մտածել դրա մասին։ Իլխամ Ալիևը ուզում է Հայաստանի տեղ կառուցի արևմտյան Ադրբեջանը եւ քայլ առ քայլ գնում է դրան։ Իսկ Նիկոլ Փաշինյանը կատարում է Իլխամ Ալիևի բերանով թելադրանքները։ Ես անշուշտ համոզված եմ, որ դա ոչ թե Իլխամ Ալիևն է, Իլխամ Ալիևը ուղղակի պրոքսի երկիր է, որի տեղ թուրքական եւ ռուսական շահերն են ներկայացնում։ Դրա համար մենք պիտի ճիշտ գնահատենք վիճակը։ Իմաստ չկա վերլուծել Նիկոլ Փաշինյանի խոսքերը։ Նիկոլ Փաշինյանը 2, 3, 10 անգամ իր մոտեցումները, խոսքերը փոխել է։ Եվ որպես հետևանք ես տեսնում եմ ուղղակի միայն մի ցանկություն եւ մոտեցում այս ամեն ինչի։ Ցավոք սրտի Նիկոլ Փաշինյանը դարձել է միաչափանի մարդ։ Եվ միայն չափում է մնալ իշխանության, պահել իշխանությունը։ Ես ուրիշ գնահատական, ուրիշ բացատրություն նման վարքի չեմ կարողանում գտնել, որտեղ բոլոր մնացած սցենարները, որտեղ դու փորձում ես գտնել ինչ որ ազգային շահեր, պետական շահեր
եւ այլ քննադատության չեն դիմանում, ներեցեք, չի ստացվում, բայց եթե ուզում ես տեսնես, որ Նիկոլ Փաշինյանը օղակի ուզում է պայի իշխանությունը, այդ ժամանակ դու կարող ես ինչ-որ բացատրություն գտնես։ Հասկանալի է, թե ինչ կուզե Նիկոլ Փաշինյանը անել, իշխանության մնալ եւ շարունակել այսպես ամեն պայմաններով, այսինքն առանց խտրականության պայմաններու մեջ խտրականություն տնելու, բայց այս բարակային Թուրքիա եւ Ադրբեջան թանդեմը շատ լավ հասկանալի է, թե ինչ կուզեն, բայց Ռուսաստանը ինչ կուզե Հարավային Կովկասին։ Ռուսաստանը ուզում է պայել վերահսկողության տակ Հարավային Կովկասը, դա բնական է եւ հասկանալի է։ Ռուսաստանը մտադիր է ռուսական կայսրությունը մտադիր է վերականգնի իր տարածքը, վերականգնի իր սահմանը, սովետական միության առնվազն չափով։ Հասկանալի է։ Եվ այստեղ ամեն ինչ տրամաբանական է, տեսեք ինչ է Ուկրաինայում կատարվում։ Ռուսաստանը մտեց վերցավ Կրեմը, վերցրեց Դոնբասը եւ հիմա դա իրականացվում է, որ դա մտնում է Ռուսաստանի տակ։ Նույն վարկը կլինի Հարավային Կովկասում, Կենտրոնական Ասիայում, դա բնական կայսրական մոտեցում է։ Կայսրությունը փորձում է վերականգնել իր ազդեցության տարածքները եւ այլ։ Նույն անում է Թուրքիան Մերձավոր Արևելքում, ինքը վերականգնում է Օսմանյան կայսրությունը։ Այո, բայց այստեղ նաեւ Թուրքիո եւ Ռուսաստանի շահերու փախում կա, որովհետեւ երկուքը կուզեն դարաշրջանի վրա դիություն ունել։ Բայց այստեղ մենք պիտի հիշենք մեր պատմությունը, Տիկին Խիլդա, որովհետև մենք մեր պատմությունում գիտենք, որ Հարավային Կովկասում, Հայաստանի տարածքում Օսմանյան եւ Ռուսաստանի կայսրությունը գալիս են համաձայնության։ Այդ համաձայնությունը մենք տեսել ենք Մոսկվայյան պայմանագրի ժամանակ, եւ այն ժամանակ Հայաստանը կիսվել է Արևմտյան Հայաստանը, մնացել է Թուրքիայում, ես մտել է Ռուսաստանի մեջ։ Այո, կայսրությունները կարող են մենամարտել ուրիշ ռեգիոններում, բայց ցավոք սրտի Հայաստանում այդ երկու կայսրությունները կարողանում են գալ պայմանագրի։ Եվ մենք այդ պայմանավորությունը տեսել ենք 2020-23 թվականի երկրորդ Արցախի արշավի ժամանակ, երբ նորից Թուրքիան եւ Ռուսաստանը եկան համաձայնության եւ կիսեցին Հայաստանը, եւ Արցախը մնաց Թուրքիայում եւ բնաջնջվեց, ոնց բնաջնջվեց Արևմտյան Հայաստանը ժամանակին, իսկ մյուս կտորը մնաց դեռ Ռուսաստանի վերահսկողության տակ։ Ռուսաստանը համոզված է, որ Հայաստանը իրն է, Հայաստանը անկախություն է խաղում, բայց այդ անկախության իրավունք, ինքնիշխանության իրավունք չունի եւ չի ունենալու։ Այնպես, որ նույն ձևի Պուտինը ժխտում է Ուկրաինայի ինքնիշխանությունը, Ուկրաինայի հնարավորությունը լինել պետություն եւ ազգ։ Նույնն է մեզ նկատմամբ, նույնն է Կենտրոնական Ասիայի նկատմամբ։ Այստեղ որևէ թյուրամատություն չկա։ Դա նորից եմ կրկնում կայսրության, նեոկայսրության, վերականգնող կայսրության տրամաբանությունն է եւ բնույթն է։ Պետք չէ հորինել բարդ մոդելներ, աշխատում են հին դարավոր մոդելները։ Ուղղակի մենք որպես ժողովուրդ պիտի հասկանանք, որ մեր պետական ինքնաիշխանությունը պահպանելու համար մենք պիտի դիմադրենք դրան։ Մենք պիտի դիմադրենք Ռուսաստանի եւ Թուրքիային, եւ անցած 100 տարվա ընթացքում որևէ բան չի փոխվել։ Դա եղել է 27 դարում, 19 դարը թողնենք ռակ եւ շարունակում է 21 դարում։ Մենք իրավունք չունենք խաբվել, իմ կարծիքով։ Բարոն Արզումանյան, դուք անվտանգության խնդիրներու մասնակից եք եւ Հայաստանի անվտանգությունը այսօր թիվ 1 մտահոգությունն է բոլորին, թերևս ոչ բոլորին, բայց հայ ժողովրդի մեկ կարևոր հատվածին, ինչպես կարելի է երևակայել այսօրվա միջազգային իրադրության մեջ, ուր գիտենք, թե միջազգային օրենքը խախտված է, միջազգային մագը այլևս այնտեղը չէ, արդեն այդքան ալ չէ, բայց այնտեղը չէ, ուր խնդիրները գլուծվին, բազմագողմանի հարաբերությունները վտանգված են եւ յուրաքանչյուր երկիր, ինչպես կարելի է ասել, ինքն իր գլխուն ջարին գնայի, այսինքն մեծ երկիրները այսօր սկսած են իրարու հետ համաձայնիլ մյուսներու դեմ եւ այլն եւ այլն։ Այս պայմաններու մեջ, երբ Հարավային Կովկասի մեջ մրցակցություն կա Արևելքի եւ Արևմուտքի միջեւ, մրցակցություն կա Ռուսաստանի եւ Միացյալ Նահանգներու միջև, թե Միացյալ Նահանգները որպես այդ չէ, որ գործեն իրենց օպերատորը Թուրքիան է եւ Թուրքիա միջոցով պիտի գործեն
այս տարածաշրջանին դիրանալու համար, ինչպես կարելի է Հայաստանի անվտանգություն կառուցել, անվտանգության համագարկը կառուցել Հայաստանին այս պայմաններու մեջ։ Առաջինը ես հալա հույս ունեմ, որ Միացյալ Նահանգները ուղղակի կմտնեն Հարավային Կովկաս, որովհետև Միացյալ Նահանգները մի տարի առաջ արդեն ընդունել են ռազմավարություն, Միացյալ Նահանգների ռազմավարությունը, ոնց են նրանք մտնում Հարավային Կովկաս, ոնց են մտնում Հայաստան, Ադրբեջան, Վրաստան։ Հույսերս չի կտրել, որ Միացյալ Նահանգները դուրս կգան, բայց կարող այդպես լինի։ Մենք տեսնում ենք Ուկրաինայում, որ հիմա Միացյալ Նահանգները անկախատեսելի են։ Ինչ կանի Միացյալ Նահանգները չի կարելի կանխատեսել կամ փորձել հաշվարկել։ Այդ պարագայում, որ մենք ունենք, իմ կարծիքով, մենք մնում ենք միայն մոտեցում, որ պիտի հիմնենք միայն մեր հայ ժողովրդի ունեցված ներուժի վրա։ Մենք մեր գլխի ճարը տեսնենք, ներեցեք այդպես մի քիչ ոչ ակադեմիկական հայտարարություն անեմ, եւ մի քիչ ցավալի է ինձ համար, երբ հայկական հասարակությունը այդ մոտեցումը ոնց կարելի այդպես կառուցել անվտանգության եւ պաշտպանության համակարգը արդեն ձևավորվել է։ 2021 թվականի վերջում արդեն հայկական հասարակությունը փորձագետները ձևավորել են, ներեցեք, ես ձևավորել եմ միասին ընկերներիս հետ համապարփակ մոտեցումը դեպի անվտանգություն եւ ոնց մենք պնդում ենք եւ պաշտպանում ենք այն կարծիքը, որ Հայաստանը պիտի կառուցի համապարփակ պաշտպանության եւ անվտանգության համակարգ, անգլերեն Comprehensive Defense and Security System, այն մոտեցումը, որը թույլ է տալիս փոքր երկրներին դիմակայել հզոր տարածաշրջանային կամ աշխարհաքաղաքական ուժային կենտրոնների դեմ։ Այդ համակարգը, ասենք, օրինակ կառուցված է հյուսիսային Եվրոպայի երկրներում, Ֆինլանդիան, Շվեդիան, Նորվեգիան այդպես ճանապարհով գնում։ Այդ ճանապարհով գնում է Թայվանը, Սինգապուրը, Իսրայելը եւ այլն եւ այլն։ Եվ այդտեղ հիմնական մոտեցումը այդ մոդելի մեջ այն է, որ դու պատերազմի պատրաստելուց դու պիտի հիմնես ոչ թե միայն պետական ներուժի վրա, պետության հնարավորությունների վրա, բայց ողջ հասարակության ներուժի վրա։ Եթե մենք այդպես եք մոտենում մեր անվտանգության, Հայաստանի անվտանգության պաշտպանության ժամանակ, մենք անշուշտ եւ համոզված եմ հնարավորություն ունենք չզոքացնել Թուրքիայի հարձակումը, չզոքացնել Ադրբեջանի եւ Ռուսաստանի ագրեսիան։ Այդ լուծումները հնարավոր են, բայց այդ լուծումները պահանջում են եւ պարտադրում են իշխանություններից անցնել այն ճանապարհը, երբ իրանք սկսում են պատրաստել հասարակությունը։ Երբ պատրաստում են հասարակությունը հիմնվում է զինված քաղաքացու վրա, պատրաստված պատերազմի քաղաքացու վրա, եւ հիմնական այդ մոտեցումը պահանջում է, որ երկիրը հիմնված լինի ոչ թե ավտորիտար, հետսովետական համակարգի եւ ֆիլոսոֆիայի վրա, բայց ժողովրդարական մոտեցումների վրա։ Միայն ժողովրդավարական ազատ քաղաքացին, որը զենքի ձեռքին պատրաստ է պահպանել երկիրը, կարող է լուծել նման խնդիրները։ Եվ մենք կարողացել ենք հասնել այդ գաղափարը մինչև պետի իշխանությունների եւ 2023 թվականին անվտանգության խորհուրդը ընդունել է տեսլականը, որ համապարփակ պաշտպանության եւ անվտանգության համակարգի Հայաստանին, բայց հետո պիտի անցած լինենք ներդրման, պիտի ձևավորված լինի ներդրման ռազմավարությունը եւ այլն, բայց իշխանությունները սառեցրել են բոլոր աշխատանքները, կարելի ասել, եւ մնացել է դեկլարատիվ մակարդակի վրա։ Եվ մի քիչ տարօրինակ է ստացվում, որտեղ մնացած երկրներում այդ սկսում են նման աշխատանքները վերնախավը, քաղաքական վերնախավը, բարձր ռազմաքաղաքական ղեկավարությունը, երբ փորձում է համոզել հասարակությանը, որ պետք է այս ճանապարհով գնալ։ Հայաստանում հասարակությունն է փորձում, հայ ժողովուրդն է փորձում համոզել իշխանությանը եւ պետությանը, պաշտպանության նախարարությանը, որ ուրիշ ելք չկա։ Պետք է գնալ այն ճանապարհով, որը գնում են հյուսիսային Եվրոպայի երկրները, Գերմանիան վերջի ժամանակներում ընդունել նմանատիպ մոտեցումներ եւ սկսել են ձևավորել տարածքային պաշտպանության ուժեր եւ վերականգնել տարածքային պաշտպանության համակարգը եւ այլն։ Ողջ երկրները այդ ճանապարհով են գնում, բայց մենք միայն խոսում ենք դրա մասին եւ արդեն չեք խոսում դրա մասին։ Միայն հասարակությունն է փորձում անել։ Բայց այս ծեր առաջարկած համագարկի դրամապանությունը չի հագասեր այսօրվա իշխանություններու այս զիջողական քաղաքականության եւ Ադրբեջանի հետ եւ Թուրքիո հետ համացայնություն գնքելու ամեն առանց այսպես խտրականության պայմաններու
համացայնիլ Ադրբեջանի պայմաններուն այս երկուքը իրար հագաթիր գեցվածներ չեն Հակադիր են իհարկե, պետք է խիլդա, որտեղ ես խոսում եմ մի համակարգի մասին, մի մոտեցման մասին, որը մտադիր է պաշտպանել երկիրը եւ ինքնիշխանությունը։ Ես խոսում եմ մի համակարգի մասին, որի հիմքում դրած է մոբիլիզացիայի սկզբունքը, ոնց է հասարակությունը ժողովուրդը մոբիլիզացվում պատերազմի եւ ճգնաժամի ժամանակ։ Ոնց ես դու հավաքում քեզ քո ներուժը։ Իսկ Նիկոլ Փաշինյանի այսօրվա իշխանությունների քաղաքականությունը եւ ֆիլոսոֆիան ուղղված է դեմոբիլիզացիայի վրա։ Հասարակությունը թույլատրվում է, հարվածում է, փորձում են համոզել, որ ոչ մի բան չի լինելու, բոլոր խնդիրները վերջացած են, մենք զոհ ենք եւ զոհի դերը պիտի ընդունենք։ Հասարակությունը Նիկոլ Փաշինյանը դեմոբիլիզացնում է հայկական հասարակությունը, ուժասպառ է անում։ Իսկ այս մեր մոտեցումը ուժացնելու եւ հավաքվելու մոտեցում է։ Դրա համար իհարկե այստեղ խորքային հակասություն է եւ հասկանում եմ ինչու Նիկոլ Փաշինյանի իշխանությունը չի ուզում այդ ճանապարհով գնալ, բայց մենք որպես ժողովուրդ ուրիշ ելք չունենք եւ մենք որպես հասարակություն իհարկե շարունակում ենք այդ ճանապարհով գնալ։ Ձևավորված է այո Բանոզման եթե այսպես շարունակվի ինչ կսպասի Հայաստանին Ճգնաժամ խիլդա, տիկին խիլդա, պետք է հասկանալ ճգնաժամը խորանալու է եւ եթե դու չես դիմադրում, եթե ճիշտ սոցիալիստ դիմադրություն ճիշտ չես տալիս, մեծ եղերնը կշարունակվի։ Մենք տեսել ենք մեծ եղերնի շարունակությունը Արցախում, իսկ ով ասեց, որ այդտեղ կկանգնեն այն ուժերը, որը կազմակերպել են այդ մեծ եղերնը։ Եվ եթե 20 տարի սկզբում Ռուսաստանը ուղղակի չէր մասնակցում, Արցախում Ռուսաստանը եւ Թուրքիան միասին ուղղակի մասնակցում են մեծ եղերնում։ Եվ անշուշտ այդ քաղաքականությունը կարող է շարունակվել Սյունիքում, Լոռիում, Թավուշում, Երևանում։ Մենք տեսնում ենք ինչ է կատարում ալավիտների հետ Սիրիայում, ինչ է նշանակում, ոնց է Թուրքիան անցնում սահմանը, ինչ է լինում, երբ թուրքական ուժը նորից մտնում է տարածք, մտնում է երկիր։ Մենք դա անցել ենք, դա մեր պատմությունն է եւ նորից կարող է ինչ կրկնվի։ Նիկոլ Փաշինյանը ուզում է սահմանները բացել, բայց այդ սահմանում ով ասելու կգան արևտուրը եւ կմնա միայն կոմունիկացիաներ։ Այնտեղից կարող են գալ այբեկչական խմբեր եւ մենք կստանանք պատերազմի շարունակությունը ուրիշ ձևերով։ Բայց դրա մասին իշխանությունը չի խոսում։ Իրանք մտած են այդ մոլեգին, չգիտեմ, նարատիվների մեջ, որից փորձում են համոզել հայ ժողովրդին, որ ամեն ինչ նորմալ է, սահմանները բացենք, Խաչմերուկում կապրենք եւ այլ։ Ինքան իրականությունից կտրված է, որ դժվար է ինչ որ բացատրություններ դա։ Նիկոլ Փաշինյանը խաղում է նարատիվներով, փոխում է նարատիվները, հորինում է նոր մոտեցումներ, բայց որպես արդյունք մենք ստանում ենք իրական կորուստներ։ Եվ եթե չկանգնեցնենք այս մոտեցումը, մենք կունենանք նոր կորուստներ իհարկե։ Այստեղ որևէ նոր բան չկա։ Ես ներեմ Թուրքիայի, Ռուսաստանի տեղ կշարունակեմ ռազմավարությունը իհարկե, որովհետև դա շարժունավետ ռազմավարություն է եւ իրանք հասնում են արդյունքների։ Իսկ հարաճիգա շրջանի համար, հարաճիգա ամիսներու եւ այլն ամենամեծ վտանգը Հայաստանի համար ուր գտեսնեք, որովհետեւ այսօր իսկապես Իսրայել կփորձե ամերիկյան օգնություն ապահովել Իրանի վրա հարձակվելու եւ շատ բան պիտի փոխվի այդ հարձակումով այս բարակային ինչն է հարաճիգա ամիսներուն ծեր ամիշական ծեր դեսած ամիշական վտանգը Հայաստանի համար Մի քիչ վատ կթվա որպես պատասխան թիկին խիլդա ինձ համար հիմնական սպառնալիքը հայկական պետականության համար հիմա Հայաստանը Երևանի կենտրոնում է Նիկոլ Փաշինյանն է Նիկոլ Փաշինյանը անկախատեսելի որը դուրս է մղել Իրան բոլոր օրենքների օրենսդրական դաշտից, համանadrական դաշտից, Նիկոլ Փաշինյանի քայլերը դուրս են օրենսդրական դաշտից, ինքը իրավունք չունի նման որոշումներ ընդունել, բայց ինքը դա անում է, ինքը դուրս է։ Եվ այդ անկախատեսելի անձնավորությունը, որի ձեռքում կուտակված է ահռելի մեծ իշխանություն, որպես ժառանգորդ Սերժ Սարգսյանի սահմանադրությունից Սերժ Սարգսյանը կառուցել է մի սահմանադրություն, որտեղ ողջ իշխանությունը կենտրոնացած է վարչապետի ձեռքին։
Սերժ Սարգսյանը պատրաստել է համանadrությունը իր համար, որովհետև ինքը վերահսկում էր իր ռազմական քաղաքական վերնախավը, իրար ձեռքում էր ու մեր պահել, ինքը ասիական համակարգ է կառուցել։ Եվ մի անսպասելի թողել է այդ պաշտոնը մի անձնավորության, որը թույլ է եւ չգիտի ինչ է վերահսկում։ Եվ այդ անթույլատրելի միջոցը եւ ավտորիտար համակարգը ղեկավարված է շատ թույլ անձնավորության կողմից, իմ համար ամենամեծ վտանգն է Հայաստանի համար։ Նիկոլ Փաշինյանի թույլությունը, Նիկոլ Փաշինյանը չի կարողանում վերահսկի պետական հաստատությունները, ուժային հաստատությունները, եւ այդ վիճակում մենք ունենք տարածաշրջանային մեծ սպառնալիքներ։ Մենք պարտվում ենք ոչ թե սահմաններում, բայց ավելի շուտ պարտվում ենք Երևանում։ Երևանում է ստորագրվել իմ նոյեմբերի 9-ի հայտարարությունը։ Երևանում են ընդունել որոշումները, երբ մենք կորցնում ենք բարձունքները եւ այլ եւ այլ։ Դրա համար ես կարող եմ հաշվարկել, մտածել, ինչ կարող է լինի Իրանում, բայց ես չեմ կարողանում հաշվարկել, ինչ կարող է անել Նիկոլ Փաշինյանը։ Շնորհակալություն։ Շատ դժվար վիճակ է։ Շնորհակալություն ծեր մտահոգությունները բաժնելու համար եւ ծեր վերլուծումի համար։ Ռաչի Արզումանյան, անպայման կհանդիպինք, հաջողություն կմաղթեմ։ Ուրեմն գիշերցնեմ, որ մենք կխոսեինք Ռաչի Արզումանյանի հետ, որ Հայաստանեն մեզի միացավ եւ որ ռազմական եւ ազգային անվտանգության հարցերու փորձագետ է, բարի շարունակություն, Ռաչի Արզումանյան։ Շնորհակալություն ձեզ, Տիկին Խիլդա, մինչև հանդիպում։ Մինչև հանդիպում։